աջակցելու Սամվել Կարապետյանին։ Աջակցելու, զորակցելու եւ ընդհանրապես հայոց ինքնության իմ բաժինը պաշտպանելու համար։ Այսօր ոչ միայն բարոն Կարապետյանի հանրահայտ բարեգործի, այլ նաեւ սրբազանների Երևանում եւ Բաքվում զուգահեռաբար բախվող բոլոր մեր հայրենագիտների ազատության պահանջի օրն է եւ իրենց միջոցով նաեւ պիտի ազատագրվի մեր պետությունը, մեր ազգը եւ համայն հայությունը։ Ամեն ինչ պիտի անենք, որսա իմ հույսն է, որսա մնա լայն դարապատկերով պայքար շարժում, երբեք չնեղանա մի մարդու, մի գուսակցության, մի հատվածի շուրջ։ Այս բոլորը պիտի հավաքված լինենք բոլորի համար, որտեղ այդ բոլորն են, որոնք պատկանում են հայ ազգի, հայոց պետականության եւ վաղը մյուս օրը, թե բանդում նստածները, երբ որ ազատագրվեն եւ այստեղ հավաքվածները իրենք պիտի կազմեն նոր, արդար, իրավական Հայաստանի միակ հանրապետության ղեկավարությունը բաբա։ Քաղբանտարկյալ է Սամվել Կարապետյանը, քաղբանտարկյալ է։ Այո, առաջի օրվանից։ Նաև մարդիկ մոդայ ասել նաև որ նաև խղճի բանտարկյալ է, բայց առաջի հերթին քաղաքական դրդապատճառներով նմանագող փոքրիկ դիկտատորների, բռնապետների վախ որած, դավաճանած, երդումը դրժած, երգիրը հանցնած մարդու եւ մարդկանց ճղճիմության արկասիկ է սա։ Եվ սա ուղղակի բերելու է ժամանակից շուտ, արդեն ուշացել է, բայց ժամանակից շուտ իրենց անկումը եւ Հայաստանի Հանրապետության վերածնունդ։ Մի հարց էր, ձայնագրությունը լսեցիք կաթողիկոսի հետ կապված։ Որ մեկը Ձայնագրությունը, ըստ որի կաթողիկոսը աղեղաններին ասել է գնացեք Նիկոլի դեմ ցույց։ Չեմ լսել, բայց այնքան անհեթեթ է, այնքան անգապ է, այնքան հերավոր է, որ չարժի նույնիսկ քննարկել։ Այս իշխանությունը այս հարցադրույցին անգամ, այս մարդկանց առողջության, իրենց ճկուտին իսկ արժանի չեն։ Եկեղեցին անցյալում ունեցել է իր սխալները։ Վարձը ղեկավարությունը նաև իմ թեկնածության օրերին ունեցել է այնպիսի շեղումներ, որոնք պետք է ուղղվեն շտկվեն, բայց ես երբեք դատավորի դիրք չեմ բռնել, չեմ ասել, որ դու այսպես։ Ես առաջին հերթին աշխատել եմ իմ թերությունների վրա, ես ինձ հաղթահարեցի եւ ես վստահ եմ, որ մենք ավելի ուժեղացած պիտի դուրս գանք, ունենանք իրավական, ինքնիշխան, ազատ հանրապետություն եւ նաեւ պիտի տեսնենք, որ մեր եկեղեցին հավերժ արժեք է, որը մենք պիտի փայփայենք, պահպանենք, պաշտպանենք հոգեբես, աղոթքով այո, բայց նաև ֆիզիկաբես, եթե պետք լինի։ Չի հաջողվի վեհարանի վրա հարձակումը։ Իդեպ հոկտեմբերի 27-ին են ասում դա։ Թող փորձեն, բայց հայոց բազմատարյա եկեղեցին, մայր եկեղեցին երբեք ու երբեք իրենց բռնազավթման ենթակա չէ։ Շնորհակալ եմ։